Համեմատաբար դրական մթնոլորտը հնարավորություն է տվել առաջընթաց գրանցել հնարավոր համաձայնության սկզբունքների և նպատակների շուրջ։ Ամերիկյան կողմի հետ հերթական բանակցային գործընթացից հետո ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա այդ մասին գրառում է արել X-ի հարթակում, անդրադառնալով ապրիլի 19-ին Հռոմում Օմանի դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքներին։ Այնուամենայնիվ, ամերիկյան կողմի հետ արդեն երկրորդ միջնորդավորված հանդիպումից հետո Արաղչին նախընտրել է շատ չշտապել և զգուշավոր լավատեսությամբ մոտենալ բանակցային գործընթացին։ Առայժմ լավատեսությունը կարող է արդարացված լինել, սակայն առկա է մեծ զգուշավորություն, X-ի հարթակում գրել է Իրանի գլխավոր դիվանագետը։ Սակայն հատկանշական է, որ կողմերի միջև հանդիպումները կանոնավոր ընթացք են ստանում։ Մինչ բարձր մակարդակի հերթական հանդիպումը կողմերը որոշել են ապրիլի 23-ին ևս մեկ հանդիպում անցկացնել, այս անգամ փորձագետների մասնակցությամբ, տեխնիկական տարբեր հարցեր ճշգրտելու նպատակով։ Այլ կերպ ասած, դա կնախապատրաստի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հերթական 3-րդ հանդիպումը։ Ամերիկյան կողմի հետ բանակցությունների շուրջ Թեհրանի արձագանքը հիմնված է Իրանի հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի օրերս հնչեցրած դիրքորոշման վրա։ Նա հորդորել է ընթացիկ գործընթացին մոտենալ ոչ լավատեսորեն, ոչ էլ հոռետեսորեն։ Այդ խոսքերը կրկնել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, կոչ անելով ամերիկյան կողմին հարգել հավասարը հավասարի հետ բանակցելու Իրանի իրավունքը։ Իրանում, բացի միջուկային ծրագրի խաղաղ օգտագործումից, ամերիկյան կողմից ակնկալում են պատժամիջոցների վերացում։ Այդ քայլը Իրան-ԱՄՆ հնարավոր գործարքի պարագայում դիտարկելով որպես անվտանգության երկարատև երաշխիք։ Թե ինչի շուրջ են կողմերը հստակ բանակցում, դժվար է ասել, սակայն փաստ է, որ ամերիկյան կողմը ևս դեմ չէ բանակցային նման ընթացքին։ ԱՄՆ նախագահ Թրամփը առաջին անգամ խոսելով Հռոմի հանդիպման մասին այն դրական է գնահատել, ասելով, որ շատ լավ քննարկումներ են տեղի ունեցել։ Իրано-ամերիկյան հաջորդ բարձր մակարդակի հանդիպումը նախատեսված է ապրիլի 26-ին։ Ամենայն հավանականությամբ դրանք նույնպես կկայանան Օմանի հովանավորությամբ, որտեղ կողմերը անուղղակի բանակցություններ սկսեցին մոտ 10 օր առաջ։ Ամերիկյան կողմի հետ բանակցելիս Իրանում չեն մոռանում Ռուսաստանի գործոնի մասին։ Ուշագրավ է, որ Հռոմում կայանալիք հանդիպումից 2 օր առաջ Մոսկվա էր մեկնել Աբբաս Արաղչին, նրան ընդունել էր անձամբ Վլադիմիր Պուտինը։ Ընդհանրապես, Ռուսաստանի նախագահը շատ հազվադեպ է ընդունում այլ երկրի արտաքին գործերի նախարարի, կամ գրեթե չի ընդունում։ Արաղչին Պուտինին բերել էր Իրանի առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ուղերձը։ Արաղչիի Մոսկվա կատարած այցի և Պուտինին հանձնած նամակի նշանակության մասին է խոսել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Իրանական Մեհրին տված մեկնաբանությունում նա այդ քայլը կողմերի միջև վստահության ամրապնդման քայլ է անվանել։ Երբ Ռուսաստանը մի փոքր քայլ է անում արևմուտքի ուղղությամբ, Իրանում միանգամից ասում են, թե այ ռուսները մեզ դավաճանեցին, գնացին։ Նույն տրամաբանությամբ էլ, երբ Իրանն է խոսում արևմուտքի հետ, Ռուսաստանում մտահոգվում են, թե դրանք վնասում են երկկողմ կապերին, կամ էլ կարող են դրանք նվազեցնել, ասել է Իրանի դեսպանը։ Իրանի դեսպանի խոսքերից կարելի է ենթադրել, որ իրանական կողմը Մոսկվայում առնվազն փորձել է հասկանալ ռուսական կողմի տրամադրությունները Իրано-ամերիկյան գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ամերիկյան կողմի հետ հաջող բանակցային գործընթացի դեպքում վստահեցնել, որ դրանք չեն լինի ի հաշիվ Մոսկվայի հետ ունեցած սերտ կապերի։ Ի դեպ, խորհրդանշական է, որ այս օրերին Ռուսաստանի նախագահը վավերացրել է ամիսներ առաջ Իրանի հետ կնքած ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այն կնքվել էր հունվարի սկզբին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած առաջին այցի ընթացքում։